Արվեստը հայելի չէ, որ արտացոլի կամ նույնական ձևով արտահայտի մարդկանց կյանքը կամ աշխարհի երևույթները։ Արվեստը հզոր, միայն մարդկությանը հասու միջոց է, որը կարող է փոխել գիտակցությունը եւ որ ամենադժվարն է նաեւ ճաշակը։ Գեղանկարչությունը գաղափարի եւ էության ճիշտ ընկալման արտահայտումն է, վարպետի խիստ անձնական տեսանկյունից։ Նկարիչն իր հոգևոր ընկալումները մեկընդմիշտ տալիս է կտավին եւ բաց թողնում դեպի հավերժություն։ Մարդն իր շրջապատի մեջ է, եւ քանի որ միջավայրն անշարժ չէ, մարդը դառնում է նրա մասնիկը, նրա շարժման տարը։ Նկարիչը պարտավոր է ցույց տալ այդ ընթացքը, առանց կրկնելու իրեն, որովհետև կրկնությունը ինչքան էլ հրապուրիչ լինի եւ թեկուզ գեղեցիկ, դադարում է շարժում եւ առաջընթաց լինելուց, դադարում է որոնում լինելուց։ Անատոլի Գրիգորյանը պատկանում էր այն սերնդին 70-ականների, որոնք ուժ էին, նոր թարմություն մտցրեցին կերպարվեստի մեջ։ Մարդիկ են, որոնք նոր մտածելակերպ բերեցին, նոր գրելաձև բերեցին, արտահայտչամիջոցներ բերեցին, որը հարստացրեց մեր գեղանկարչությունը։ Երբ երրորդ կուրսի ուսանող է, մասնակցեց երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդեսին։ Այդ օրից մասնագետները ազդարարեցին, որ կերպարվեստ է գալիս ինքնատիպ արվեստագետ։ Իր ամբողջ արվեստը երբ նայում ենք, չճանաչող մարդ անպայմանորեն կասի, որ երազգոտ, հեքիաթման եկող, բանաստեղծական ներքինով լցված անձնավորություններ։ Նա հանդիսատեսին բացեց յուրահատուկ աշխարհ, գունեղ, հմայիչ, լույսով եւ երևակայությամբ լի իր անձնական տիեզերքը։ Նկարչական ոճ, որն իսկապես սահմանելու կարիք չունի։ Ոչ մի նկարիչի հետ չես իրան շփոթի կամ համեմատի։ Ընդհակառակը իրանից շատ-շատերը նմանվում են իր գեղանկարչությանը եւ ասեմ, որ եւ ստեղ եւ դրսում հաջողություններ ունեցել են այդ ովքեր ընդօրինակում են Անատոլի Գրիգորյանին։ Ես իրան սիրում եմ իր թանկ նկարչության համար։ Շատ թանկ նկարիչ է։ Երբ նայես իր նկարչությունը, թարմություն ես զգում եւ զգալուց բացի լցվում ես նորից նկարելու ցանկությամբ։ Ներկեր, վրձիններ եւ կտավ։ Ահա եւ վերջ։ Մտավոր անդադար պրոցես եւ ինքդ քեզ տված թեմայի իմպրովիզացիա անկախ քեզնից։ Լուրջ չեմ մտատանջվում, շատ հաճախ էսքիզեր չեմ անում։ Դոլիկի մոտ ոնց ասեմ հորդում էր։ Նա կարող էր կտավը դնել, նստել ու նկարել։ Պատկերներ, ստեղծագործական պատկերներ։ Իր երևակայությունով։ Բոլոր նկարիչների մոտ չկա այդ բանը։ Նախ պետք է էսքիզներ անես, մտածես, նախ մինչև այդ գաղափարը պետք է գա։ Իր մոտ հորդում էր ուղղակի։ Նրա գույների մեջ կա Հայաստանը, կա երկրի պատմությունը։ Հուզիչ կերպարներում ապրում է ծննդավայրի հիշողությունը, հայրենիքի հանդեպ խիստ անձնական ընկալումը։ Կարծես հեքիաթ է նկարում, բայց իրականության հստակ ձևակերպմամբ։ Գույնը գեներով է տրված հայ ժողովրդին, եւ մենք դրա պակասությունը երբեք չենք զգում։ Մենք հայ կերպ ենք, մենք մեզ փոխել չենք կարող, ու լավ է, որ չենք խաթարվել։ Հոգեբանությամբ մնացել ենք նույնը։ Մանկան նման կարող էր այնց բաներ երազել, որ զարմանում ես, ասում ենք, այ Տոլիկ ջան, բայց ասում ա տենց լավ է, չէ, տենց գեղեցիկ է, չէ, որ այդպես լիներ, ինչ լավ կլներ։ Պոետիկ հոգի ուներ։ Նկարներին, որ նայում ես, չես կարող ուրիշ կերպ ընկալել։ Այդքան լավատես։ Կտավներում ռեալիստիկ պատրանքներ են, մարդկային խանդավառ տեսարաններ, բնավորություններ, մտորելու տեղիք տվող տրամադրություններ։ Նկարներով ժպտում է, փոխանցում այն միտքը, որ կյանքը բնավ մոխրագույն չէ, կյանքը միշտ այնպիսին է, ինչպիսին կա։ Ընտրությունը թողնում է հանդիսատեսին, տալով թեթևություն, լույս, ներքին ուրախության եւ ստեղծագործ ազատության զգացում, որն օգնում է մարդուն իր ներսում գտնել բարություն եւ կամեցողություն որոնողին։
Հայրենասիրությունը կիսատ պրատություն չի ճանաչում։ Ով նրա համար չի անում ամեն ինչ, չի անում ոչինչ։ Երբ հայրենիքի հետ ապրում ես նրա երջանիկ ու դժբախտ օրերը, երբ քեզ տիրում է հայրենիքից չբաժանվելու զգացումը, այ դա արդեն հայրենասիրություն է։ Ցուրտ օրեր էին եւ ինքը այնտեղ ասում էր պիտի երկու տեղ տաքություն ապահովեմ, ավել լավ է ես տանը աշխատեմ եւ գիշեր ցերեկ այդտեղ աշխատում էր եւ անընդհատ տեսնում էի մեր հարևաններին, որոնք գալիս էին նստում նայելու թե ինչպես է Անատոլին աշխատում։ Այդ հազվագյուտ պահերից էր, որ մենակ էր մնացել, ասեցի բա քեզ չեն խանգարում ես մարդիկ, չի ասում հանդակատակ օգնում են։ Ես ասում եմ պարտավորված եմ զգում, որ ասում կարողանամ ավելի տաքություն դնել իմ կտավների մեջ։ Մինչ օրս նրա հարևանները պատմում են մի պատմություն։ Երբ Անատոլի Գրիգորյանը որևէ նկար էր վաճառում, այդ մասին առաջինը տեղեկանում էին ոչ թե ընտանիքի անդամները, այլ բակի մարդիկ։ Ամբողջ բակը գիտեր, որ Գրիգորյանը նկար է վաճառել։ Ինչու՞։ Որովհետև նա տոն էր ստեղծում նախուրիշների համար։ Կիսվում էր իր ուրախությամբ հարևանների, երեխաների հետ, որոնց համար գնում էր պաղպաղակ, քաղցրավենիք։ Դրանք ծանր ու անհանգիստ 90-ականներն էին, երբ մարդկանց միասնությունն ու փոխադարձ ջերմությունը ստեղծում էր ընտանիքի երջանկության զգացում։ Բնությունը շարունակական փոփոխական աճի սերմնացան է։ Գաղափարը սփռելով կտավին եւ շունչը հոգի ներարկելով ծնվում է ստեղծագործություն, անմիջապես ապրելով իր կյանքով։ Մենք ճաշ էինք ուտում, ինքը նկարում էր։ Իրա մեծ հերա կդալներ մեծ հերով նկարում էր, այդպես այդքան սիրել գեղանկարչությունը իմ սաղ երեխեքին շրջայում նկարել է, որ ես սպանեն մի հատ նկար նվեր չեմ տա։ Նկարում ու նվիրում էր, էլի։ Մեր բոլոր աշխատողները այստեղի, բոլոր կադրերի բաժին, լաբորանտներ, հաշվապաներ, բոլորին նկար են նվիրում, բոլորին։ Շատ արվեստաբաններ տարբեր ժամանակներում անկեղծությամբ ու խորությամբ խոսել են Գրիգորյանի արվեստի, նրա նուրբ զգացողության, արձագանքող կերպարների, գունային հյութեղ ձևերի մասին։ Բազմաթիվ հոդվածներ են գրվել, տպագրվել անհատական ալբոմներ, սկսած խորհրդային տարիներից մինչև անկախ Հայաստանի շրջանը։ Սակայն ինքն այնքան պարզ ու համեստ էր, որ երբեք չէր ցուցադրում սեփական անձը։ Իրեն բացահայտում էր միայն իր ստեղծագործություններով, համարելով դա կյանքի բնական շարունակություն։ Պրոֆեսոր, ժողովրդական նկարիչ, հաստակավոր նկարիչ, շատ լավ է, որ դրանք կան տալիս են ունենք, բայց եթե նկարել չիմանաս անհարմար է այդ տիտղոսները վրետ գրեն։ Չէ՞։ Դրա համար ես Տոլիկին համարում եմ իսկական ժողովրդական նկարիչ, իսկական։ Ասելիքի բազմազանություն, մոտեցումները մարդկային առումով շատ նախանձելի էր եւ շատ պակասում են հիմա նման որակները։ Սպիտակ հարթության վրա ստեղծում ես աշխարհ, կյանք, ամեն ինչ, որը շատ լուռ է, չի խոսում, երաժշտություն չոր ականջի հասնի։ Եվ իշքան պիտի հանջարեղ ունակություններ ունենաս, որ կարողանաս քու նմանակի մեջ մտցնես այնպիսի զգացմունքներ, որոնք միջև հետ չեն եղել այդ մարդու մեջ։ Ես զարմանում էի նրա ցանկությանը ստեղծագործելու, արարելու, նրա միտքը, ձեռքը միշտ աշխատում էր։ Երկար տարիներ ես 75 թվականից ճանաչում եմ Գրիգորյանին, երբ որ դեռ նկարիչների միությունում ղեկավար աշխատանք էր կատարում։ Նրա մարդկային վերաբերմունքը հանդեպ երիտասարդ նկարիչներին, նրա ավագ նկարիչներին։ Անատոլի Գրիգորյանը ծնվել է 1941 թվականին Լենինականում։ Տակավին պատանի հասակում տեղափոխվել է Երևան, սովորել եւ ավարտել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, հետո Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը։ 1967-1976 թվականներին Գրիգորյանը աշխատում է նկարիչ բեմադրող հայկական հեռուստատեսության ստուդիայում։ 70 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, ընտրվել Հայաստանի նկարիչների միության քարտուղար։
1978 թվականին ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։ 1982 թվականին Անատոլի Գրիգորյանին շնորհվում է Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության վաստակավոր նկարչի կոչում։ Ժամանակ անց Հայաստանի ժողովրդական նկարչի։ Չնայած տարիքի տարբերության, բայց մենք ընկերներ էինք։ Իմ ցանկությունն է եղել, որ ինքը մեր մոտ դասավանդի ակադեմիայում, ինքը ամբիոնի վարիչն էր եւ երբ որ գտնվում էր ակադեմիայում, ուրեմն այդ ժամանակն էլ ուզում էր օգտագործեր, եթե ազատ ժամանակ էր գտնվում, որպեսզի ինքս նորից ստեղծագործի։ Եվ այնտեղ, որտեղ որ հատկացված էր ուրեմն ամբիոնի վարիչին, ինքը նկարում էր։ Հիմա այս ձևը, որ ես իմ առանձնասենյակում ուրեմն գործերի արանքում ուրեմն որ նաև ստեղծագործում եմ, հենց տոլիկից սովորեցի։ Նույնիսկ այն վատ տարիներին 90-ականներին ակադեմիայի ամբիոնի կողքի մոտ փոքրիկ սենյակ կար։ Մոտ 3 քառակուսի, նույնիսկ 2։ Մտնում էր, այնտեղ իր համար նկարում էր։ Սուճած տոլի դուք արվեստանոց ունեք, բան գնաց։ Էս լավ։ Ինքը համ զրուցում էր, համ նկարում էր։ 1990 թվականից Անատոլի Գրիգորյանը սկսում է դասավանդել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Դժվարին ժամանակներ էին երկրի համար։ Հետո համեմատաբար ավելի հանգիստ։ Հավատարիմ էր իր կոչմանը իբրև մանկավարժ, ում համար կարևորը ոչ միայն սանի ձեռագիրն էր, նախ մարդկային հատկանիշները, հոգին, միտքը։ Մենք զարմանում ենք, որ մենք մեզ չենք հավատում, բայց ինքը մեզ հավատում է։ Ասում են Գրիգորյան ջան, բայց չենք կարա էլի մենք որ դասախոս որ նոր ավարտել ենք, բան, ասում էր չէ, կարաք, դուք չգիտեք, դուք մեծ ուժ ունեք ձեր մեջը, երիտասարդ եք, ավիոնով լիքը, կարաք տակ։ Ու ոնց որ թե ինքը չէր սխալվում, որտեղ ստացավ մեր մոտ արդեն 7 տարի է, 10 տարիս։ Մի անգամ իր հարցազրույցներից մեկում հարցրեցին, թե ինչ կավելացնեիք աշխարհում, եթե ձեզ հաջողվեր, ասեց որ ես դպրոցներում բարության ժամ կավելացնեի։ Ու ինքը իր կյանքում ստեղ այդ իրականությունա դարձրել։ Մեզ բացի մասնագիտությունը ինքը բարություն էր ավելի շատ սովորացնում ու կարծում եմ ամենամեծ գործը իր այս երկրի վրա որ արել է այդ է, իսկ մնացած ասելիքները ինքը ասել է նկարչությամբ։ Շրջանավարտներից մեկը ոչ լավագույն ուժեղ ուսանողներից էր եւ այսպես իր համեստ գիտելիքներով դիպլոմային աշխատանք էր կատարել։ Հանձնաժողովը 9 հոգուց է բաղկացած եւ միայն Անատոլի Գրիգորյանն էր, որ Գեղարվեստի ակադեմիայի ներկայացուցիչն էր, մնացածը մեր դասախոսներն էին։ Այսպես քննադատեցին, հենց լավ հաճույքով քննադատեցին։ Կարծես այդպեսի ալիք էլի գնաց, տոլիկը շատ վիրավորվեց եւ այսպես ամբողջ հոգով սկսեց այս աղջկան պաշտպանել, ասաց ես 20 եմ դնում։ Հրաշք գործ է։ Հիմա փորձում են բացատրություն փնտրել։ Նորարարական մոտեցում է, դուք հին եք, դուք չեք հասկանում։ Ես 20 եմ դնում, ու այսպես լրիվ հակառակ պատկեր ստացվեց, որովհետեւ իրականում հակառակ դերակատարությունները պիտի լինեին, դասախոսները պիտի երեխային պաշտպանեին։ Ավելի շատ նկատում էր ներքին պոտենցիալը, այսինքն Աստծուց տրված շնորհը մարդու մեջ ինչքան որ կա, փորձում էր դրա հիման վրա մնացածը աշխատանքի իր փորձի փոխանցելով, նկարչությունը սիրել տալով, նկարիչներին ծանոթացնելով, խորհուրդ տալով, որ նկարիչներին նայենք։ Սիրում էր իր աշակերտներին, շատ էր կապված։ Առավոտյան գալիս էր դասի անպայման քաղցրավենիքով, որպեսզի աղջիկներին հյուրասիրի, դա պարտադիր ամեն օր շատ ուշադիր էր բոլորի հանդեպ։ Հիշում եմ, որ ուսանողները Դիլիջանի մեր մասնաճյուղում տարածք ունենք հրաշալի ամառային ուսումնական պրակտիկաներ այնտեղ են անցկացնում, բայց հանկարծ որոշում էր եւ տղաների հետ ամբիոնի հանկարծակի առանց որևէ զգուշացման գնում էին Դիլիջան, տեսնեն ոնց են աշխատում են, չէ, եւ անպայման ուտելիքներով։ Իսկ պրակտիկայի գնում են մինիմումը մի 20 հոգի։ Պատկերացրեք, այդ շռայլ էր հոգով, ամեն ինչով շռայլ էր իսկապես։
Դեռևս 1965 թվականից Անատոլի Գրիգորյանի աշխատանքները ցուցադրվել են եւ Հայաստանում, եւ նրա սահմաններից դուրս։ Ընդհանուր եւ անհատական ցուցահանդեսներով գեղանկարիչը ցուցադրվել է Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան արվեստի թանգարանում, Խորվաթիայում, Հայաստանի պետական պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Ղազախստանում, ինչպես նաև բազմաթիվ անձնական հավաքածուներում։ Ես ներկա եմ եղել նրա Փարիզյան ցուցահանդեսին, որտեղ ընկերներիս էի տարել ֆրանսիացիներին, որ տեսնեն, թե ինչ հետաքրքիր նկարչություն կա Հայաստանում, դեկորատիվ, ոչ ռեալիստական, որտեղ Մասիս, Արարատ չկա, բայց ոգի կա հայկական, այնուամենայնիվ այս ամենի կողքին։ Չեմ հերքի, որ բոլոր այն երկրներում, որտեղ անց են կացվել ցուցահանդեսներս, զգացել եմ այցելուների եւ գոլեգաներիս ջերմությունը, ստացել եմ բարձր գնահատականներ, ուրախալի ընդունելություններ։ Սակայն այդ բոլորը արվեստում ակնթարթ է, իսկ արմատները ձգում են միշտ։ Տոլիկը իսկական ստեղծագործող մարդու կերպար էր։ Ահավոր տաղանդի տեր մարդ էր, ահավոր, մեծ։ Նկարիչի կյանքում շատ մեծ դեր ունի ընտանիքը։ Եվ չգիտեմ, բախտի բերմամբ թե բանա եւ ինքը հրաշալի ընտանիք ունեցավ։ Ես կարծում եմ իր ստեղծագործական երկարատև այդ աշխատանքի ընթացքում մեծ դեր ունեցել կինը Զոյան եւ իր հրաշալի ընտանիքը։ Որտեղ նկարիչի կյանքը շատ բարդ է եւ միշտ չի որ ընտանիքները դա կարող են ընկալել եւ աջակցել։ Թողած ժառանգությունը կարծում եմ մեր կերպարվեստի, մեր մշակույթի են ոսկե գրքի մեջ Գրիգորյան Անատոլի էջը անպայման կա եւ կմնա։ Դրանով հարստացել է մեր կերպարվեստը, դրանով կհարստանան այն սերունդը, որը սովորել են իրեն մոտ, որոնք հիմա մեծ մասը արդեն նույնիսկ միության անդամներ են, ցուցադրվում են, ճանաչված նկարիչներ են, դա արդեն Գրիգորյան Անատոլիի թողած ժառանգությունն է, որը հուշարձան է իր համար։ Անատոլի Գրիգորյանը կա, ապրում է մեզ հետ, մեր կողքին, այս նկարների մեջ, մեր հիշողությունների մեջ։ Այդպիսի բարյացակամ, այդպիսի բաց, պարզ մարդ քիչ կա այս աշխարհում։ Այն բարությունը, միամտությունը, Առնաևի այդ աշխարհի ընկալումը կար նրա հոգում նաև եւ վերաբերմունքի մեջ մարդկանց հանդեպ։ Նկարչի ստեղծագործությունը միայն նրա անձնական պատմությունը չէ։ Դա ժամանակաշրջանի մտածողության, մարդկային տեսակի պատմություն է։ Անատոլի Գրիգորյանը ստեղծել է այնպիսի ուղեցույց ժառանգություն, որը մարդկանց սովորեցնում է չվախենալ ճշմարտությունից, քանի որ յուրաքանչյուր պատրանքի կամ շոշափելիի խորքում գոյություն ունի ճշմարտություն, որը վաղ թե ուշ դուրս է գալիս լույս աշխարհ ու դառնում իրականություն, եւ նույնիսկ այն ժամանակ, երբ շուրջ բոլորը մշուշ է։ Նկարիչը լինելով անհատականություն, չպետք է պարփակվի իրականության սահմանների մեջ։ Նրա մեջ պետք է լինի մտքի թռիչք եւ ֆանտազիա։ Պետք է կարողանա ստեղծել գործեր, որոնք ակտուալ կլինեն նույնիսկ շատ տարիներ հետո։ Իսկ որտեղից վերցնել այնպիսի էներգիա, որը ծառայի ստեղծագործողին։ Հարկավոր է երազել եւ ձգտել հասնել երազանքին։ Միայն այդպիսով հնարավոր է առօրեականության մեջ գտնել կյանքի կենսահաստատ լույսը։